Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Առանց արգելի հարցատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցելու եմ Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, վարդապետ Դանիելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տարածաշրջանը եռում է այս պատերազմական գործողություններով, հրթիռային փոխադարձ հարվածներով։ Իրանի դեմ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սանձազերծեցին այս բանկոն հրթիռային պատերազմ, խոսվում է հավանական ցամաքային ներխուժումների մասին, քրդական միավորների տեսքով։ Այս մի քանի օրերի իրադարձությունները ձեզ ինչ են հուշում, ինչպիսի վիճակ է կողմերի մոտ, հանուն ինչի է այս պատերազմը եւ որքան կարող է շարունակվել, խնդրեմ։ Շատ բարդ հարց է ու միանշանակ պատասխանելը շատ դժվար է, որովհետեւ տարբեր տեսակետներ գոյություն ունեն։ Իսկ կոնկրետ ինչ է կատարվում, այն հիմա մենք խոսում ենք, լրահոսին չենք հետևում, հաստատ ինչ-որ իրադարձություններ են կատարվում։ Նաև պետք է ավելացնել, որ արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 5-րդ հոդվածը կարող են օգտագործել, որտեղ Իրանը խփել է Միացյալ Նահանգների ռազմանավերին, բազաներին, եւ սա կարող է դառնալ ՆԱՏՕ-Իրան պատերազմ։ Որն է այս պատերազմի իմաստը, շատ դժվար է ասելը, տարբերակները շատ են, սկսած նույնիսկ կրոնական տարբեր մոտեցումները գոյություն ունեն, Մաղդի վերադարձ եւ այլն, հա, որի այդ տրամաբանության մեջ է նաեւ Նատանյահուն եւ իր շրջապատը եւ այդ քրիստոնյա սիոնիստները Միացյալ Նահանգներին, որոնք նման մոտեցումներ ունեն, որը հիմա շատ դժվար է լուրջ քննարկելը, բայց լրջությունը մի կողմ դրենք, սա իրականություն է, որովհետեւ կան մարդիկ, որոնք ունեն իշխանական լծակներ եւ նման մոտեցումներ, համոզմունքներ ունեն։ Բնականաբար դա մենք հիմա չենք քննարկի, կփորձենք մի քիչ ռացիոնալ դաշտ մտնել։ Տեսեք, ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Սաուդյան Արաբիայում եւ Էմիրատներում ձերբակալել են Մոսադի լրտեսներ, որոնք ուզում են այնտեղ պայթեցումներ իրականացնել։ Առաջանում է հարց, ինչի համար, որն է նպատակը, եւ նույնիսկ հիմա տեսակետներ կան, որ այդ հարվածները Բուրջ Խալիֆայի վրա, հա, որը Էմիրատների խորհրդանիշն է, աշխարհի ամենաբարձր շինությունն է, որ արաբների եւ իրանցիների մեջ թշնամություն առաջանա։ Եվ այս տրամաբանության մեջ, որ մենք մտնում ենք, արդեն իմաստը ամբողջովին փոխվում է եւ շատ հետաքրքիր բացահայտումներ է արել Տակեր Կարսոնը, մոտ 2-1.5 ժամանոց ինքը ելույթներ է ունեցել, որը մեծ ազդեցություն է գործել, որտեղ ինքը ցույց է տալի, նաեւ այսպիսի տեսակետ է հայտնում, որ իմաստը այն է, որ Միացյալ Նահանգները լքեն Մերձավոր Արևելքը, հա, այսինքն մեր տրամաբանությամբ լրիվ չտեղավորվող տեսակետ է, եւ այն, որ իրանցիների եւ արաբների մեջ արաբները միմյանց միջեւ թշնամությունը այնքան խորանա, որ իրենք կարողանան վերահսկել ամբողջ Մերձավոր Արևելքը եւ նաեւ Իսրայելի ամենակարևոր դեմքերից մեկը հայտարարում է, որ մեր հաջորդ թիրախը Թուրքիան է։ Այսինքն Իսրայելը վարում է մոտավորապես այնպիսի քաղաքականություն, որը վարում էր Բրիտանիան առաջի երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ եւ նույնիսկ դրանից առաջ։ Այսինքն Եվրոպայում որևէ ուժեղ մեծ երկիր չպետք է լինի, պետք է մասնատնել, բոլորին միմյանց հետ պատերազմի մեջ ներքաշել, որ ինքը լինի միակ հեգեմոնը Եվրոպայում։ Հիմա ըստ էության Իսրայելը նման քաղաքականություն է վարում
եւ պետք է որ Պակիստանից սկսած միջև երևի Աֆրիկայի հյուսիսը, հա, Ալժիր, Մարոկո եւ այլն, դա դառնա պատերազմի օջախ, այսինքն բոլորը դեմ լինեն եւ ինքը կարողանա վերահսկել այդ ամբողջ տարածաշրջանը։ Ով իսկ այդ տարածաշրջանի մեջ գտնվում ենք նաեւ մենք։ Հիմա մեր դերը խնդրում, հա, Հայաստանի իշխանությունը պերաշկի են ուտում, հա, վայելքներ են անում, եգիպտացորեն են փորձում, ասեն մեր որ երրորդ անգամ ամուսնանում են նշանվում են։ Հիմա արդեն բաժանվել են ինչ-որ վարդերով գնում են դիմավորելու մի խոսքով, սերիալային, բրազիլական։ Ես միայն Գարչապետին նկատի չունեի։ Հա, համաձայն եմ, այո։ Մեզ իրականում վտանգ չի սպառնում, այսինքն մենք ինչ ենք, տարածաշրջանից կտրված ենք, թե տարածաշրջանի հետ կապ չունենք, հրթիռները մեզ երբեք չեն խոցի, խնդրեմ։ Իրանը ռմբակոծում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական կենտրոնները եւ հետախուզական կենտրոնները, հակաօդային պաշտպանության կարևոր օբյեկտները, ու առաջանում է հարց, իսկ եթե այդ թրիփը արդեն գործեր, թրիփում լիներ ամերիկական կազմակերպություն, չակերտներում իրականում գուցե Մոսադի վերահսկողության տակ, որտեղ այս ամբողջ տարածաշրջանը Մոսադի վերահսկողության տակ է եւ ըստ ամերիկյան ամենալրջագույն վերլուծողների Միացյալ Նահանգները իրականացնում է Իսրայելի քաղաքականությունը։ Հիմա եթե այդ թրիփը գործեր, եթե այն 76%-ը արդեն հստակ պայմանագիր լիներ, որ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ է, AI-ը օգտագործվեր, հա, արհեստական բանականությունը այդ մաքսային բաների համար, հա, անցումների հարկային եւ այլն, որը գործող վարչապետը հայտարարել է, եւ նաեւ տնտեսական ծրագիր են ներկայացրել իրական Հայաստանի մասին, որտեղ արհեստական բանականությունը պետք է օգտագործվի կրթական ոլորտում, պետական կառավարման ոլորտում եւ այլն, հա, արդյոք Իրանը այդ դեպքում լեգիտիմ իրավունք չէր ունենա հարվածել թրիփին։ Ես կարծում եմ Իրանում 3 նման հայտարարություն եղել է։ Իհարկե ոչ շատ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, բայց ասել են թրիփը մեր թիրախում կա։ Բնականաբար թրիփը դեռևս չի գործում, դրա համար թիրախում չի գտնվում եւ նաեւ Իրանը հաշվի առնում, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Իրանի նկատմամբ շատ բարեկամական մոտեցումներ ունի, դրա համար իրենք ես կարծում եմ այդ պատճառով չեն հարվածում, բայց դասը ո՞րն է այս ամեն ինչից։ Այս ամեն ինչից դասը այն է, եթե մեծ երկրների միջև մրցակցություն էլ գնում, դու դառնում ես կողմ մրցակցության, դու դառնում ես մյուս կողմի համար թիրախ։ Եվ Հայաստանի գործող կառավարությունը հենց Հայաստանը դարձրել է թիրախ, դարձնելով մրցակցության կողմ։ Ինչ ենք մենք միշտ ասում ենք հետեւյալ միտքը, որ այդ թրիփը եւ այլն պետք է լինի շահերի համադրման սկզբունքով, այսինքն այդ թրիփը գործին դեղ լինի եւ Իրանի շահերը եւ Ռուսաստանի շահերը, այդ դեպքում կարող է լինել խաղաղություն։ Հիմա գործող իշխանությունը մի քարոզարշավ է սկսել, որ եթե իրանք ընտրվեն կլինի խաղաղություն, եթե չընտրվեն կլինի պատերազմ, եւ խաղաղության երաշխիքը այն է, որ ահա տեսեք Սյունիքում արդեն Միացյալ Նահանգներն են, Միացյալ Նահանգները հզոր երկիր են, ոչ ոք չի համարձակվի հարվածել Միացյալ Նահանգներին, այն դեպքում եւ այդ Սյունիքում Միացյալ Նահանգների բազաներ չկան, բայց բազաները կան Էմիրատներում։ Իրան ասած ջրեք այդ հայտարարությունները, որտեղ մենք թիրախավորում ենք Միացյալ Նահանգներին։ Բազաները կան Միացյալ Նահանգներ, այդ Էմիրատներում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, բայց դրանք հարված են ենթարկվում եւ իրենց չեն պաշտպանում։ Ավելին այս վերջի ինֆորմացիան, որ նույնիսկ Իսրայելը ինքն է այդ հարվածները կազմակերպում, գուցե նաեւ մի մասը ինքն է անում, որպեսզի ճշնամություն լինի, զոհեր լինեն, ասենք երեխաներ զոհվեն, այդ աղջիկների զոհվելը մոտ 150-60 տարբեր թվեր են ասում, այսինքն սա, որ սրվի ատելությունը եւ սերունդներ, մի քանի սերունդներ այդ ատելությամբ ապրեն։ Հիմա ով ասեց, որ այդ նույնը մեզ մոտ չէր կատարվի։ Նիկոլ Փաշինյանն ասում։ Նիկոլ Փաշինյանը, որը իրականում Հայաստան տանում է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության։ Խաղաղության բանաձևը այն է, նորից եմ կրկնում, երբ որ այդ հզոր երկրների շահերը համադրվում են եւ դրա հնարավորությունը կա։ Դրա համար ես կարծում եմ, այս ընտրությունները իրոք խաղաղության ու պատերազմի մասին են, գործող վարչապետը ճիշտ է ասում, բայց իրականում ճիշտ հակառակը ինքը բերում է պատերազմ, այն ուժերը ընդդիմությունը, որը ասում է պետք է շահերի համադրություն լինի, այդտեղ խաղաղության հնարավորությունը գոյություն ունի։ Հիմա տեսեք, մենք տեսնում ենք հոգևոր առաջնորդի Իրանի սպանության կապակցությամբ Իլհամ Ալիևը գնում է անձամբ
ցավակցական մատյանում գրառում է անում, հա, Հայաստանի իշխանությունները նախ մի քանի օր ուշացմամբ, մի քանի օր հետո սպանությունից հետո հաղորդագրություն տարածեցին եւ Նիկոլ Փաշինյանը որևէ այդպես հարգանքի վերաբերմունք չցուցաբերեց, ասենք չգնաց Իրանի դեսպանատուն գրառում չթողեց, սա ինչ է նշանակում։ Վախենում են ամերիկացիներից, մտածում են մի հերթերել գուցե իրենց կա։ Ամբողջ զավեշտը այն է, որ իրենք խոսում են, որ վերջապես Հայաստանը դարձրել են ինքնիշխան երկիր, սուվերեն երկիր, ինչ-որ կայսրությունների ծայրագավառ չեն հանդիսանում, բայց իրենց քաղաքական ճիշտ հակառակն է, իրենք ծայրագավառի քաղաքականություն են վարում, ինքնիշխանությունը այս աստիճան 0-ից չի հասել, ինչպես հիմա Հայաստանում։ Սակայն ես ուզում եմ մի հատ ուրիշ թեմայից խոսել, որը Հայաստանի հանրությունը չի ընկալում կամ իրենց չեն բացատրում, ինչ վտանգներ գոյություն ունեն։ Ուրեմն տեսեք Իրանում ինչ հետաքրքիր բաներ է կատարվել։ Պարզվում է Իրանի ամբողջ տաքսի ծառայության այդ համակարգը GPS-ներով եւ այլն սարքել են իրականում իսրայելական մի կազմակերպություն։ Եւ ամբողջ այդ տաքսի ծառայության, այդ գեոլոկացիան, այդ բաները, այդ սարքերը, հա, որոնք հետևում են մարդկանց, նկարահանում են եւ այլն, այդ ամբողջ Իսրայելի վերահսկողության տակ է եղել եւ նույն Խամենեի այս բանը նստավայրը ամբողջովին նկարահանվել է տարիներ ի վեր եւ այդ ամեն ինչը վերահսկվել է Իսրայելի կողմից եւ երբ որ X պահը եկել է շատ հեշտությամբ իրենք կարողացել են ամբողջ ղեկավարությունը գլխատել մի քանի անգամ, հա, եւ բաց չի հիմա եթե նոր ռաղբար նշանակեն, նոր պաշտպանության նախարար նշանակեն, նորից նրանք չեն վերանա։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ Հայաստանին եւ ուշադրություն, որ մեր հանրությունը դարձնի գործող կառավարության իրական Հայաստանի տնտեսական հայեցակարգի վրա։ Ուրեմն ինչ է այնտեղ գրված։ Այնտեղ գրված է, որ արհեստական բանականություն է օգտագործվում, ինչպես ասացի, մաքսային ծառայությունների եւ այլն։ Պարզ չի մեր մոտ այս համակարգը, տաքսի ծառայությունների եւ այլն, ում վերահսկողության տակ են։ Այդ որ մուտքերում դրվել են այդ սարքերը, հա, նկարահանող, ովքեր են վերահսկում այդ սարքերը։ Այս ամբողջ IT համակարգը, այդ հարկատուներ եւ այլն, ում վերահսկողության տակ է գտնվում եւ արդյոք Իսրայելի վերահսկողության տակ է գտնվում եւ թե նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Մյուս ծրագիրը շատ վտանգավոր կետ գոյություն ունի, որ կրթական համակարգը արհեստական բանականության միջոցով է լինելու, հա, իսկ ով է վերահսկում այդ արհեստական բանականությունը։ Իհարկե ոչ հայկական Հայաստանը, չէ, այսինքն նաեւ այդ ուղեղների լվացման համակարգը արհեստական բանականության միջոցով կրթական համակարգում մենք տալիս ենք օտարներին։ Այս շատ վտանգավոր այս նման ծրագրեր է պատրաստում գործող իշխանությունը եւ այս Իրանի դեպքերից մենք իհարկե պետք է դասեր քաղենք։ Իշխանություններն ասում են, որ իրենք վերընտրվելու խնդիր չունեն, Նիկոլ Ալեն Սիմոնյանը անգամ առաջարկում էր գրազ գալ, որ իրենք 53%-ից ավել կհավաքեն, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք իրենց ճղաձգումներ, օրինակ 4-5 հազար արցախցիների հրաժարվում են Հայաստանի գրանցում տալ, որովհետեւ նրանք ընտրությունների չմասնակցեն։ Թափս 53 եւ ավել տոկոս ունեցող քաղաքական միավորը կարող է վախենալ մի քանի հազար ձայնից։ Եվ ինչի մասն է խոսում իրենց վարկագիծը իրականում։ Նախ ձեր ասած անձնավորությունը, որ ազգային ժողովի նախագահն է, կարող է ցանկացած մարդու հետ գրազ գալ, ցանկացած գումարով։ Մեկ է անպատասխանատու, մեկ է ինքը ընտրություններից հետո Հայաստանում ինքը չի լինելու եւ ոչ ոք այդ գումարները իրենից չի կարող ստանալ։ Պարզ է, որ պարագլուխները գործող ռեժիմի ընտրության արդյունքները տեսնելով նրանց հիմնական վերնախավը Հայաստանում չի գտնվելու, իսկ մյուսները ստիպված գտնվել են Հայաստանում, դրա համար ես կոչ եմ անում քաղաքացիական պայմանագրի անդամներին այս ընտրությունների շրջանում իրենց բավականին կոռեկտ պահեն, բնականաբար իրենք ազգային ժողովում հայտնվելու են եւ մենք ռեսուրս չունենք այդ ներազգային թշնամության եւ իրենք ազգային ժողովում կարող են շատ հանգիստ աշխատել, որտեղ ստեղծագործական օրենսդրական գործերով զբաղվել, իրենց նկատմամբ վերաբերմունք ապագա իշխանությունից կողմից կլինի բավականին նորմալ եւ իրենք նորից եմ գրում հինգ պետք է իրենց կոռեկտ պահեն։ Ինչ վերաբերում է պարագլուխներին, ապա պարագլուխները բնականաբար այստեղ չեն լինելու եւ ակնհայտ է, որ նրանց մոտ այսինքն պանիկայի մթնոլորտ է սկսվել եւ ես կարծում եմ ապրիլից եւ մայիսից
այդպեսից այդ պանիկան ավելի կուշ գնանա։ Հիմա իրենք ինչպես էին ցանկանում վերարտադրվել։ Իրենց բանաձևը հետևյալն էր, կրկներ 21 թվականի տարբերակը, այսինքն իշխանություն, ընդդիմություն, խաղաղություն, պատերազմ, նախկիններ, ներկաներ։ Այս սխեման նորից օգտագործել եւ ես կարծում եմ այդ սխեման իրենց մոտ չի ստացվի եւ սխեմային չստացվելու պատճառներից մեկը այն է, որ երկու խոշորագույն ուժերը, որոնք մտել են ընտրության մեջ եւ հավակնում են շատ լուրջ ձայների, դա Բարգավաճ Հայաստանն է եւ մեր ձևով կամ հզոր Հայաստան շարժումն է, որոնց այդ նախկին ներկա տրամաբանության մեջ չի լինում մտցնել եւ դրա համար իրենց մոտ հենց երբ որ այդ հայտարարությունները եղան ընտրությունների մասնակցել, հատկապես Բարգավաճ Հայաստանի, մի քանի օր հիստերիկ հայտարարություններ էին հնչում, որ նախկինները, օլիգարխները եւ այլն ուզում են գալ իշխանության, դա թույլ չենք տա, դա հիստերիկ պահվածք էր, այդ հիստերիկ պահվածքը ցույց է տալի, որ իրենց շանսերը բավականին ցածր են եւ գնալով ավելի է իջնելու։ Այս ֆոնին տեսեք, դուք նաև հետևում եք քաղաքական process-ին, այլ երկրներում տեսնում եք սերիալային տրամաբանություն շատ երկրների քաղաքական կյանքում կա։ Ամենևին չփորձելով մտնել այս մարդկանց անձնական կյանք, բայց նրանք հրապարակային են դա դարձրել եւ ինչ-որ սերիալի են նմանեցնում։ Ինչ է սա նշանակում։ Այս բաժանություն հենց նախընտրական փուլում տարբեր վարկանիշներ կան, ասում են օրինակ Աննա Հակոբյանի վարկանիշը, հակավարկանիշը խայտառակ բարձր է եւ Փաշինյանը փորձում է դրանով ազատվել։ Հրապարակ ուրաթերթը գրել էր, որ իշխանական ազդեցությունների պատճառով վեճ է առաջացել ամուսինների, քաղաքագիտական տեսանկյունից իրենց որքանով էր սա ձեռնտու, հիմա սա ցույց տալ, ինչ է տալիս սա իրենց։ Ես ընդհանրապես երբեք անձնական կյանքի մեջ չեմ մտնում, բայց այս դեպքը ես կարծում եմ արժի քննարկել, որտեղ սա արդեն քաղաքական տրամաբանության մեջ է։ Շատերը կարծում են, որ դա արհեստական էր եւ այլն, եւ բնականաբար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, կարային սպասեին մի քանի ամիս ընտրություններից հետո նոր հայտարարել, որ ամուսնալուծվում են։ Ես կարծում եմ իրենց մոտ այլ խնդիր կար, խնդիրը անձնական անվտանգության էր վերաբերվում։ Ես ենթադրում եմ։ Հիմա ներողություն, ես լսեցի նաև Մայր Հայաստան կուսակցությունից Պամբոզյանի վերլուծությունը, որ ըստ էության ընտանիքին քիչ-քիչ հանում են Հայաստանից։ Կա այսպես տրամաբանություն։ Ուրեմն ես այդ տրամաբանությունը մի քիչ այլ ձև եմ ընկալում։ Ես կարծում եմ, որ իրականում վեճ է եղել ապագայի վերաբերյալ եւ գործող այս վարչապետը ինքը այլ ելք չունի, պետք է գնա միջև վերջ։ Այդ դեպքում առաջանում է հարց. իսկ ես նկատի ունեմ իր կնոջը եւ երեխաները, մենք ինչ ենք անելու, արդյոք մենք էլ պետք է միջև վերջ գնանք։ Ես կարծում եմ այդ վեճը դրա շուրջն է եղել եւ դրա համար իր այդ բանը տեսանյութը, որտեղ հրապարակել էր Աննա Հակոբյանը, դա ֆինանսական հաշվետվություն էր։ Ինքը ասում էր, ահա տեսեք, ես ոչ մի բան չունեմ, ինձ կարողա դատի տան, ամեն ինչ հնարավոր է, բայց ես այն զարդերը, որ ինձ տեսել եք, դա իմը չի։ Նվերներ են, հիմա բոլորը հանձնում են պետությանը, հա, մաքրվում է։ Այն զգեստները, որ դուք տեսել եք իմ վրա, որոնք շատ թանկարժեք էին, դրա մի մասը իմը չի, ինձ տրամադրել էին ներկայացուցչական նպատակներով, մի մասն էլ իմներ, նվերեր, սա նույնպես հանձնում եմ։ Ես ունեմ 5 միլիոն դրամ իմ հաշվին, աշխատավարձող ապրող կին եմ, այլևս թիկնապահներ չեմ ունենալու։ Այսինքն փողոցում տեսնելից ինձ մի վիրավորեք, այսինքն ինքը իրեն մաքրում է ֆինանսական առումով, կոռուպցիայի առումով եւ պատրաստվում է ընտրություններից հետո իր կարգավիճակը ինչպես է լինելու եւ բնականաբար այդ կարգավիճակը Հայաստանում չի լինելու, հա, այլ երկրում կլինի, բայց ինքը իրեն իրավական առումով մաքրում էր, այսինքն սա ապագայի նկատմամբ տարբեր մոտեցումներ են եղել։ Մի կեսը ասում է ես միջև վերջ պետք է գնամ, այլ տարբերակ չունեմ, մյուս կեսը ասում է գոնե ես եւ երեխաներիս հարցը ինչ որ ձևի լուծեմ, հա, որովհետեւ հունիսից հետո նույնպես կյանք գոյություն ունի։ Բայց այստեղ հունիսի մասին չի միայն խոսք, հետաքրքիր վերլուծություն արեցեք եւ այստեղ ինքս ինձ հարց եմ տալի։ Իսկ գուցե ամուսիններով այս դեպքում Աննա Հակոբյանը տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանի ասած այդ միջև վերջ պատրաստակամությունը իրենց ենթադրում է նաև արյուն կամ շատ ծայրահեղ իրավիճակ, որտեղ
հասարակության ինչ որ հատված, սա դատապարտել է իմ կողմից ընդունելի չէ, կարող են Փաշինյանի հետ համարժեք դիտել իր ընտանիքի անդամներին թիրախավորման տեսանկյունից եւ Աննա Հակոբյանը այս գլխից իմանալով Նիկոլ Փաշինյանի նման ծրագրերի հավանականություն, ասում ես իր հետ կապ չունեմ։ Ну, պարտադիր չի, որ այրուն թափվի եւ այն, եթե նույնիսկ այրուն չթափվի, բոլոր դեպքերում Ես պարտադիր բան ասում, գլխում կարող ունենալ ու պատրաստ է անգամ դրան։ Որովհետեւ Պարագայում Աննան պետք է ձեռքերը լվա, որ բնականաբար այս 8 տարիների ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել եւ կոռուպցիոն առումով եւ սահմանադրական կարգի խախտումը մի քանի դրվագներով եւ էլի պատերազմի ինչ է տեղի ունեցել, հա, որովհետեւ այդ պատերազմի նույնիսկ իրենց հանձնաժողովի կողմից այդ զեկույցը իրենք չեն հրապարակում, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել։ Բնականաբար այդ Աննա Հակոբյանն ինքը այդ ամեն ինչից տեղյակ է եւ ինքը իրեն մաքրում է եւ սա պետք է շատ լավ հասկանան քաղաքացիական պայմանագրի մյուս անդամները, նաեւ ովքեր ընդգրկվել են ցուցակում, որ ամենատեղյակ հանձնավորությունը Աննա Հակոբյանն է, Աննա Հակոբյանը հասկանում է, որ հունիսից հետո շատ ռիսկային իրավիճակ է լինելու, բայց իրենք գոնեն շարքային քպականները այդ ամեն ինչի մեջ ներգրաված չեն եղել, մեծ մասը ես բոլորին նկատի չունեմ, այդ տեղեկությունները չեն տիրապետում եւ պետք է հասկանան, որ հունիսից հետո կյանք կա եւ նաեւ անդիմությունը պետք է ցույց տա, որ իրենք չեն գալի այրուն թափելու, պատժելու եւ այլն, հա, սովորական քաղաքացիական պայմանագրի անդամներին մենք այդ ռեսուրսը չունենք, մեր երկրի առումով մենք չենք կարա ներազգային ճշնամությունը շարունակել, այս ծանր իրավիճակում արտաքին քաղաքական այս վտանգավոր իրավիճակում ներազգային համերաշխություն պետք է լինի եւ իրենց պետք է նորից եմ կրկնում շատ կոռեկտ պահեն, որովհետեւ իրենց հետ լինելու է աշխատանքային հարաբերություններ, հատկապես այն պատգամավորների ԿՊ-ի կողմից, որոնք կլինեն ազգային ժողովում, որոնք իրենց վրա նման պատասխանատվություն եւ մեղքեր չունեն, որոնք քրեորեն պատժելի լինեն։ Պարոն Դանիելյան, դեպ քիչ առաջ լուր եկավ Ադրբեջանից, որ Իրանը հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, այսինքն սա եւս մի ապացույց, որ Թրամփի հետ պայմանավորվածությունը խաղաղության երաշխիք չի, եթե դու մտնում ես Իրանի նման երկրի դեմ ծրագրերի մեջ։ Ճիշտ հակառակը Թրամփի հետ պայմանավորվածությունը դա պատերազմի երաշխիք է եւ նաեւ շատ հետաքրքիր էր կոնգրեսում այդ բանավեճերը, որոնք տեղի ունեցան եւ շատ քիչ ձայների տարբերությամբ հանրապետականները կարողացան իրավունք տալ Թրամփին, որ շարունակի պատերազմական գործողությունը 48-52 ձայնի տարբերություն։ Եվ շատ հետաքրքիր էր այնտեղ նախկին մի ամերիկյան զինվորականին, որը ձեռքերը ոլորելով հանեցին դահլիճից, որ ասում էր մենք պատրաստ չենք մահանալ հանուն Իսրայելի շահերի եւ Միացյալ Նահանգները սպասարկում է Իսրայելի շահերը։ Այս տրամադրությունները Միացյալ Նահանգներում շատ են խորանում, հակաիսրայելական տրամադրությունները գնալով ավելի են ուժեղանում եւ այդ դեպքում առաջանում է հարց, իսկ Միացյալ Նահանգները այս ամեն ինչի հետևանքով ինչ քաղաքականություն են վարելու մեր մեծ տարածաշրջանում, հնարավոր է, որ իրենք լքեն այս տարածաշրջանը։ Այդ դեպքում առաջանում է հարց, իսկ մենք կամ գործող իշխանությունը ամբողջին հույսը դնելով այդ թրիփի վրա եւ այլն ինչ քաղաքականություն է հետագայում վարելու։ Հասկանալի է։ Հիմա իշխանությունները երբ թույլ են տալիս, որ այստեղ կա, այսինքն ամերիկյան դրոններ են բերվում, հա, այսինքն կասկած է առաջում, թե այդ ինչի համար են բերվում։ Հետախուզական դրոններ են բերվում։ Ինչ պիտի անի Հայաստանը, Հայաստանի իշխանությունը, adekvat իշխանություն, որ Իրանը կասկածներ չունենա, որ Հայաստանի տարածքը կարող է օգտագործվել իր դեմ։ Հայաստանում հունիսին ընտրություններ են սպասվում եւ այդ թրիփը դեռևս չի գործում, այսինքն դա հռչակագրեր են, հստակ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։ Ես կարծում եմ Իրանում շատ լավ են հասկանում այս իրավիճակը, որը կա Հայաստանում, եւ Իրանը եւ Ռուսաստանը իրենք սպասում են, թե հունիսին հայ ժողովուրդը ինչպեսի որոշում կկայացնի։ Եթե այս գործող իշխանությունը մնա, դա նշանակում է Հայաստանը դառնում է այս մեծ հակամարտության կողմ։
այդ դեպքում արդեն կարող են Հայաստանին նույնպես հարվածել։ Եթե Հայաստանը չի դառնում կողմ, հավասարակշռված քաղաքականություն կվարի, հնարավոր է, որ Հայաստանը լինի խաղաղության գոտի։ Սակայն մի կարևոր հանգամանք կա, ուրեմն քրդերը, որոշակի քրդական միավորումներ կա, որոնց արդենս որոշ լուրերի իրենք մտել են Իրանի տարածք, դաշտ չեն ստացել Սիրիայի պատմությունից, երբ որ իրենց օգտագործեցին, հետո գցեցին ըստ էության, եւ այդ քարտեզին որ նայում եք, դա հենց Հայաստանի Նախիջևանի սահմաններին է վերաբերվում, հենց Սյունիքի սահմաններին, եւ այդ խմբավորումները կարող են ներթափանցել եւ Նախիջևան, եւ Հայաստան, եւ մենք դառնանք պատերազմի գոտի, եւ պատերազմի գոտի լինենք ոչ թե ինչ-որ մի կոնկրետ երկրի դեմ, այլ խմբավորումներ, որոնց վերահսկողությունը պարզ չի, այդ ինչ խմբավորումներ են, ովքեր են վերահսկում։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է եւ մենք պետք է մաքսիմալ կերպով կարողանանք զերծ մնալ։ Նաեւ մյուս խնդիրը կա, որ եթե այս դեստաբիլիզացիան Իրանում խորանա, Քրդստան, Ադրբեջան եւ այլն Իրանի հյուսիսում արդեն վերահսկողությունից դուրս գա այդ տարածքները եւ արդեն տարբեր խմբավորումներ սկսեն պատերազմել, ապա այդ դեպքում ինչ է լինելու մեր սահմաններին եւ որքան փախստականներ կհայտնվեն Հայաստանում։ Եթե 1 միլիոնի չափ փախստականներ մտնեն Հայաստան, որոնք հումանիտար խնդիրներ ունեն եւ մարդկային առումով իրենց հասկանալի է, չէ՞, այդ մարդիկ ցանկանում են փրկվել, ապա ինչպես է պահելու իրեն Հայաստանը, փակելու է սահմանները, կարող է փակել սահմանները, թե չի կարող փակել սահմանները, կամ եթե Ադրբեջանից մտնեն այդ փախստականները, հետո իրենք որտեղ են գնալու, կարող է Ադրբեջանի կողմից մտնեն Հայաստան, այսինքն սենց դաժանագույն խնդիրներ են առաջանում եւ մենք ունենք մի իշխանություն, որը երաշխություն է դնում ապուշ, ինչ-որ ապուշ գլխակ է դնում, ինչ-որ լսում է շատ հիմար դեմքի արտահայտությամբ, բեռաշկի են ուտում եւ այլն, այսինքն ոչ adekvat պահվածք են ցուցաբերում, սա Հայաստանի համար շատ վտանգավոր իրավիճակ է եւ ես կարծում եմ ապրիլ-մայիս ամիսներին շատ լուրջ ինչ-որ process-ներ են տեղի ունենալու, որոնք բնականաբար կազդեն ընտրությունների վրա, եթե այդ ընտրությունները տեղի ունենան, որտեղ մենք կարող ենք մի իրավիճակում հայտնվենք, որտեղ Հայաստանը նույնպես վերահսկողություն չլինի։ Հասկանալի է, շնորհակալ եմ։ Անանելյան, հետաքրքիր զրույցի համար դեռ կհետևենք իրադարձությունների զարգացմանը, որովհետև եթե հարված եղել է Ադրբեջանը, դա արդեն իրերի դրությունը կարող է բավական փոխել մեր արդեն հարևանությամբ, աստեն մեր երկու հարևանները առնվազն կարող են փոխադարձ հարվածներ ունենալ եւ Ադրբեջանը կա նաեւ այսպիսի տեսակետ, որ Ադրբեջանը կարող է արևմտյան պլանների մեջ չմտնելու համար հարվածել Հայաստանին, որպեսզի ցույց տա, որ զբաղված է Հայաստանում, չի կարող Իրանի դեմ պատերազմել։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը ամբողջովին չվերահսկի Ադրբեջանի իրավիճակը, որտեղ այնտեղ կա եւ իսրայելական, եւ բրիտանական, եւ ամերիկյան ներկայություն, ծառայություններ տարբեր տեսակի, հետախուզական, ռազմական եւ այլն, որոնք եթե որոշեն, որ Ադրբեջանը պետք է մտնի պատերազմի մեջ Իրանի հետ, նաեւ Իրանի հյուսիսում ադրբեջանցիներին ոտքի հանել, որտեղ նույնպես այդ ազգային ազատագրական տրամադրություններ որոշ մասի մոտ կա, որոշ մասը Իրանը համարում է իր հայրենիքը եւ Ադրբեջանին մտցնեն պատերազմի մեջ անկախ Ադրբեջանի նախագահի կամքից։ Շատ լավ, շնորհակալ եմ, Անանելյան, ես չեմ զրուցում եմ Հայաստան կուսակցության վարչության անդամ, արդյոք ճիշտ եմ ասում։ Այս վերջին օրից էլի։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։ Ես չեմ որ զրուցում եմ Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանելյանից, տեսություն կհանդիպենք։